Պատկերացրեք, որ ձեր հատակի սալիկների արանքում, այն փոքրիկ ճեղքում, որտեղ միշտ փոշի է հավաքվում, ապրում է մի գաղտնի ազգ։ Նրանք իրենց անվանում են Սալիկների Հանրապետություն։ 3 մմ բարձրություն, չափազանցված ինքնավստահություն։ Մի օր Սալիկների Հանրապետության նախագահ Բզիկ Բզուկյանը որոշում է պաշտոնական այց կատարել ձեր սենյակ։ Նրանց համար վերը երկինքն է, իսկ ձեր սենյակը հայտնի է որպես Աստվածների թագավորություն։ Բզուկյանը բարձրանում է, կառչում ձեր կոշիկի կողքից, շուրջն է նայում հայտարարում. Պատվարժան տիրակալ, մենք փոքրիկ խնդրանք ունենք։ Ամեն անգամ, երբ դուք անցնում եք սենյակով, երկրաշարժ է լինում մեր երկրում։ Խնդրում ենք նախապես զգուշացնել, որ մեր ժողովուրդը ճեղքերի մեջ չընկնի։ Բզուկյանը ամաչում է, փոքրիկ պահարանից հանում է իր բաժանմունքների քարտեզը խոստովանում։ Ձեր տունը ամենատաք տեղն է շրջակայքում։ Դրսում դաժան քամիներ են։ Եվ դուք լավ տեր եք, մենք պարզապես խաղաղ կյանք ենք ուզում։ Եվ ձեզ մնում է միայն համբերատար ժպտալ մտածել. Դե, եթե միլիմետրանոց ազգ է ապրում իմ տանը, ապա ինչու՞։ Ես ընդհանրապես հոգնած լինում։ Տարօրինակ փոքրիկ աշխարհները շատ օգտակար են։ Դրանք հիշեցնում են մեզ, որ մեր հոգնածությունը պարզապես մեկ փոքրիկ բակտերիա է, որը կարող ենք փչել ավելի թեթ զգալ։